Ողջույն բոլորին։ Այսօր ես պետք է մանդակը թեթև խաշ տամ եւ սարսախցիկում պահեմ ձմռան համար։ Լավ լվացել ենք մանրակրկիտ ընտիր մանդակ է։ Որպեսզի կանաչին իր գույնը կանաչ երանգը պահպանի, մենք այս ջրի մեջ լիմոնի աղ եմ լցնում։ Գիտեմ, հիմա կասեք, բա ինչպես կլինի, թթու կլինի, ոչ, գույնը պահպանում ենք այսպես և կանաչին մխրճում ենք մեջը, մենք չենք խաշում, ուղղակի վախացնում ենք։ Շատ արագ կրկնում եմ, չենք եփում, 2-ից 3 րոպեն լիարժեք բավարար է, 2 րոպե, ընդամենը 2 րոպե է ստեղ և այս ջրից հիմա մեկ անգամից հանում ենք և սառը հոսող ջրի տակ ենք գցում, այսպես, շատ արագ և հոսող ջրի տակ մնում է։ Խաշեցինք, ջրքամեցինք, սառչեց և հիմա պետք է փաթեթավորենք, որպեսզի տեղադրենք սառցախցիկում։ Ով ինչպես կցանկանա, ով պարկերի մեջ է տեղավորում, ով ինչ-որ տարաների մեջ, միևնույն է, ես պարկերի մեջ տեղավորելու եմ ու տեղադրեմ սառցախցիկում, բայց այս խնդիրը այն չէ, թե ինչպես ենք անում, բոլորդ էլ այդպես պատրաստում են, բայց իմ ցուցադրման նպատակը նա է, որ տեսնեք, թե ինչպես է գույնը պահպանում, կանաչ գեղեցիկ գույնը պահպանում, միայն դա է, թե չէ բոլորդ նույն կերպ անում եք։ Ահա տեսեք, ինչ կանաչ գույնը, ինչ երանգը պահպանել է, չի դեղնել։ Եթե այս պահին ինքը արդեն չի դեղնել, սառեցնելուց հետո, երբ որ ցանկանաք հետո օգտագործելու, այլևս գույնը չի փոխի ինքը։ Կարևորը այս առաջի պահն է, լիմոնի աղ եմ ավելացրել մեջը։ Ինքը չի թույլ տալիս, որ երանգը փոխվի, բայց մենք շատ արագ ենք դա խաշում, շատ արագ, 1-2 րոպե տակն ու վրա ենք անում ու վերցնում ենք, թույլ չենք տալիս եփվի, եփվել է հետո, դրա համար ինքը թթուն ներս չի ներծծվում, չի հասցնում բանջարը թթվի, թթու համ ստանա, բայց գույնը պահպանում է, ընդամենը սա էր։ Դե հիմա պետք է փաթեթավորեմ։ Ահա խնդրեմ, ես այսպես կրկնակի պարկով փաթեթավորում եմ և տեղադրում եմ սառցախցիկ։ Այսպես ավելի գեղեցիկ է գույնը ստացվում ու հաճելի է աչքի համար։ Փորձեք այս տարբերակը, հավանաբար ձեզ դուր կգա։